Աշխարհի 25 երկրից Հայաստանում հավաքված դաշնակցականները 35-րդ ընդհանուր ժողովում արձանագրել են ազգային պետական շահերի պաշտպանությամբ զբաղվող նոր որակի իշխանություն պետք է ձևավորվի, որովհետև գործողը ըստ նորընտիր բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ապազգային է և սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Մեր այլընտրանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ուժային աղբյուրները եւ այդ աղբյուրները պիտի թույլ չտանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն։ Այս իշխանությունները պարզապես հայ տեսակի հետ խնդիր են տեսնում, որովհետեւ այդ նույն խնդիրը տեսնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները եւ իրենց առաջ պարտադրանք են դրել, որ այս տեսակը վերացրեք, եթե չէ մենք կգանք պատերազմով կվերացնենք, այդ են իրենք ասում։ Ռուստամյանը վստահ է, Բաքվի ու Անկարայի պահանջով է Փաշինյանը քանդում Հայաստան-Սփյուռք կապը։ Պատմական իրական Հայաստանի թեզն է ճոճում մեկ նպատակով, օր առաջ ուզում է ստանալ խաղաղության պայմանագիրը, որը ըստ դաշնակցական գործչի պարզ կապիտուլյացիա է։ Մի օր ավել մնալը այս իշխանությունների մեզ նոր կործանումների առաջ է կանգնեցնում եւ դրա մասին ես ասեցի շատ հստակ, մեր արժեվ այս իշխանությունը ըստ էության դնում է մի երկընտրանք, որը վատի ու վատագույնի ընտրության առաջ է կանգնեցնում, այսինքն կամ կապիտուլյացիա, իրանք իհարկե դա ներկայացնում են որպես խաղաղության պայմանագիր, իրականում դա այս վիճակով կապիտուլյացիա է, կամ պատերազմ։ Հիմա մենք ասում ենք, այս երկընտրանքից մեր ժողովուրդը պետք է դուրս հանել։ Պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, անկախության հռչակագրի տարրին և ոգուն համապատասխան։ 9 օր տևած ժողովից հետո այս հանձնառությունն են ստանձնել դաշնակցականները առաջիկա 4 տարիների գործունեության համար։ Վստահ են, միջազգային բոլոր հարթակներում պետք է անընդհատ խոսել Արցախից։ Արցախի հայաթափումը չի նշանակում, թե վերջնականապես փակ է հիմնախնդիրը, հետևաբար ըստ Ռուստամյանի միջազգային իրավաքաղաքական երաշխիքներ գործադրելով պետք է հասնել արցախահայության հավաքական վերադարձին։ Իշխանության քննադատները սա իրատեսական են համարում, շեշտում են, հենց դրանից է վախենում Իլհամ Ալիևը, նաև այդ պատճառով Փաշինյանին հրահանգում է խոսել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որը ասում է, որ գոյություն ունի Ղարաբաղյան կոնֆլիկտ։ Հիմա այդ կոնֆլիկտի բնույթը փոխվել է այս ընթացքում, քանի որ հայաթափվել է Արցախը, բայց դրանից կոնֆլիկտը չի վերացել։ Հակամարտությունը պարզապես ձևափոխել է իր առաջնահերթությունների իմաստով խնդիրները։ Արցախի ճակատագրի մասին ՔՊԱ-ականները լռում են նաև միջազգային կառույցներում։ Ասում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը։ Նա ի դեպ առաջին կինն է, որ ընտրվել է դաշնակցության բյուրոյի անդամ։ Այն ընդդիմադիր գործիչները կամ պատգամավորները, ովքեր միջազգային հարթակներում գործունեություն են ծավալում, թե Ռուստամյան Արմենը, թե ԵԽԽՎ-ում, այլ ընդդիմադիրներ կամ ԵԱՀԿ-ում, աներևակայորեն դժվար է մեր բարձրաձայնումը եւ խնդիրների առաջ քաշումը, որովհետեւ կա պաշտոնական Հայաստանի խայտառակ սինխրոնությունը թուրք-ադրբեջանական շահերին։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները հնարավորություն են տալիս փոխլրացման տրամաբանությամբ բոլոր գերտերությունների հետ աշխատել եւ պաշտպանել հայկական շահերը, նկատում է Արմեն Ռուստամյանը։ Արևմուտքի ճնշման պատճառով Հայաստանի կառավարությունն աննախադեպ վատացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը ըստ փորձառու քաղաքական գործչի վտանգավոր է։ Փոխանակ մեր բարեկամների քանակը ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Այս վիճակը բնականաբար պետք է կտրուկ փոխվի եւ առաջերտին մենք նկատի ունենք Ռուսաստանի հետ պետք է ամրապնդել մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան եւ իրապայմանագրային հիմքեր դրա համար կան։ Նոր հարթության վրա պետք է դրվի նաեւ հարավային հարևանի հետ հարաբերությունները։ Դաշնակցականների կարծիքով ռազմաքաղաքական դաշինք պետք է կնքել Իրանի հետ, հատկապես հաշվի առնելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին Թեհրանի շատ կոշտ դիրքորոշումը։ Այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ մի երկրի վրա, նշանակում է հարձակում տվյալ երկրի վրա, եւ եթե պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված։ Ոչ թե կեղծ, այլ իրական ու կայուն խաղաղության հասնելու համար իշխանափոխություն է անհրաժեշտ, շեշտում են դաշնակցականները։
Նախորդ բողոքի ակցիաների անհաջողությունները վերլուծելով Արմեն Ռուստամյանն հասկացել է, որ փողոցային պայքարը պետք է ավելի կազմակերպված լինի, որպեսզի կարողանան դիմադրել Փաշինյանի ստեղծած ոստիկանապետությանը։ Այսօր ձևավորվել է մի այսպես բանդա, որի անունը դրել են, չգիտեմ, դերետավորներ։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։